Էսի առնվազը բդի 50 կիլո տար, էսի բդի 30 կիլո տար։ Կերասը թանկ է այս տարի, չկա, կարկուտը կերասենիների վրա պտուղ չի թողել Արմավիրի մարզում։ Ամեն ծառը ընձիկ բդի գոյնա 30 կիլոից ավել խաղի, բայց խաղել եմ 1 կիլո, թփիտակը մնացել է կես կիլո։ Մնացականը ապրուստի հույսի ծառերին է նայում, լացը գալիս է։ 12 տարեկան այգուց ընդամենը 117,000 դրամի բերք է հավաքել, ինչպես է ապրելու ամբողջ տարին։ Գնացել եմ, վարդ եմ գրվել, բերել եմ, մնացել վրա չեմ կարել, սա օրը զանգում եմ, ոտից բերել տամ, 600,000, իյունի բանկից եմ վերջ, ասմա կտանք դատարան, կտանք հարկադիր, ես տարեք բռնեք էլ ինչ անեմ։ Լսել է, թե 20 օր առաջ եկած կարկուտի վնասը փոխհատուցելու են, գնացել է քաղաք, քորու փոշման հետ եկել։ Խափում են, ասում են գնա գրվի, որ կարկուտ անձրևները փչացնում է, քեզի հատուցում տանք։ Երկու անգամ գնացիմ, ասում է գիլազի այդպես բան չկա։ Չի չարանում, որ պետությունից օգնություն չի հասնում իրեն, որ կառավարությունը մատը մատին չի տալիս գյուղացու դարդին մի դարման անի։ Գոհ ու շնորհակալ է վարչապետից։ Ես ղեկավարներից շնորհակալ եմ։ Գալը մասնումը ասեմ, թոլսեն դե ցույց տան։ Ես այսպես գոհ եմ Նիկոլ Փաշինյանին։ Մնացականի այգին միակը չէ, որ կարկուտը անխնա հարվածել է։ Արմավիր գյուղից 7 կիլոմետր հեռու Նալբանդյանում էլ է կարկուտը իր սև գործն արել։ 10 տարուց ավել մենք կարկուտ չենք տեսել մեր տարածքի վրա, բայց եկավ մի 10 սանցի ոնց որ ձյունը դրածներ գետնեն։ 3 հեկտար այգու 75% բերքը ոչնչացրել է կարկուտը, ասում է Արսենը։ Հակակարկտային կայանները կրակել էին, երբ բանը բանից անցել էր։ Այն օրը տարել եմ բազար 5 հատ են ծղիգի տարաներով, որից 3 հատը հետ են վերել, 3 հատը հետ են վերել։ Ոդի մոտիկից տեսեք, որ այս գիլասը ով կարնի բազար են այբալես, ոչ մեկը։ 3.5 միլիոն դրամ վարկ է վերցրել, որ մշակի այգին, թե ոնց է տակից դուրս գալու, սարսափում է մտածել։ Փոխհատուցում են խոստացել, դիմել է, բայց դեռ լավ նորություն չկա։ 3 հեկտարից բերք պետք է վերցնա այս տարի, բայց ասենք դուսակալ եմ 100-ի մի 75%-ը կորցրել եմ։ Իմի 25%-ով վարկ տաս, թե մարդը ապրի գոյություն, ու ապրում ենք մենք էլ վարձով։ Կարկտի վնասի փոխհատուցումով հարց չի լուծվի, 3.5 միլիոն վարկի տակից դուրս գալ է պետք, ասում է գոնե 1 տարով կառավարությունը սարեցնի վարկերը։ Ես իրանց գրպանից չեմ ուզում, եկող տարի մենք այդ նույն շարունակությունը տանք։ Ամեն օր համոզվում է, որ գյուղացին մեն-մենակ է մնացել իր խնդիրների հետ, առաջվա պես սրտացավ չէ պետությունը։ Այսօր գյուղացին անտեսված է։ Գյուղացին եթե այսօր մի գործանը ինքը վարկերով անում։ Ինչ-որ միտեղ սուբսիդավորումից օգտվում էր, միտեղ կար հարգանք և մեծ ու փոքր և կար սահմանների ոչ մի տատանում, ես կասեմ, մեր երկիրը ունեցել է մի հատ նախագահ Ռոբերտ Քոչարյան։ Ես չեմ ուզում մանրանամ, ամեն ինչ էլ մարդ իր սրտինն ասում։ Մարդ իր սրտինն էլ ասում, ես նորից եմ ասում, ես ոչ մի քիչ ոչ վախոն եմ, տենում եմ։ Եթե կար, Ռոբերտ Քոչարյանն էր։ Էլեյան ես մարդ չեմ տենում։ Էդգար Ղուշչյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր, Mars News-ի աջակցությամբ։